Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսած շարունակում ենք քննարկել Շիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 9-րդ գլուխը, որտեղ նյութական աշխարհի երկրորդական արարիչը Տեր Բրահման, որը նյութական բանականության մարմնավորումն է, աղոթքները մատուցում Գերագույն Աստծո ազնվորությանը։ Այս պահին ինքը խոսում է շատ կարևոր մի թեմայի մասին, քննարկվում են կիսաստվածների եւ բարեպաշտ կենդանիակների դիրքը, որոնք իրենք ծիսակատարություններ են կատարում կամ զոհագործություններ են կատարում Գերագույն Աստծո ազնվորությանը, որպեսզի հասնեն իրենց նպատակներին։ Ուրեմն անցյալ անգամ մենք տեսეთ դիտարկեցինք շատ կարևոր թեմա, որտեղ Տեր Բրահման ինքը նշեց կիսաստվածների այդ երկրպագությունների մեջ շատ կարևոր թեմա, չէ, որտեղ խոսացվում էր նրա մասին, որ կիսաստվածները իրենք շատ ճոխ զոհագործություններ են մատուցում Գերագույն Աստծո ազնվորությանը, բայց ուրեմն Բրահման ինքը համել խոսեց նրա մասին, որ ինքը պարզ տեսնում է, որ Գերագույն Աստծո ազնվորությանը այդ հանգամանքը այնքան էլ չի բավարարում։ Մենք տեսეთ խոսեցինք նրա մասին, որ այդ տեքստը ինքը, եթե կարելի է այսպես ասել, ոչնչացնում է մի շատ կարևոր այսպես մոլորություն, որը սովորաբար գոյություն ունի հոգևոր մարդկանց շրջապատում, դա այն է, որ Գերագույն Աստծո ազնվորությանը կարելի է բավարարել երկրպագության ճոխությամբ, հա, եւ միաժամանակ ընդհանրապես զբաղված չլինելով ուրեմն ներքին աշխարհի մաքրագործման գործընթացների մեջ։ Այսինքն այս երեկվա տեքստը, որը մենք ձեզ հետ քննարկեցինք, իրենք ոչ թե հակադրում էին, որ կան ծիսակատարություններ եւ կա ծիսակատարությունների բացակայություն, չէ, այլ իրենք հակադրում էին երկու շատ կարևոր գործոն։ Առաջինը դա նա է, որ կա արտաքին ձևավորումը երկրպագության եւ ներքին մոտիվները, որով այդ երկրպագությունը կատարվում է։ Այսինքն մենք պետք է հստակ հասկանայինք, որ երբ որ Տեր Բրահման ինքը ասեց դա քեզ այդքան էլ չի բավարարում, դա չի նշանակում, որ այդ խոսքերով ինքը արժեզրկում էր ուրեմն զոհագործությունների կամ կրոնական ծիսակատարությունների նշանակությունը, չէ՞։ Տեր Բրահման ուղղակի ուզում էր ցույց տալ, որ նույնիսկ ամենաճոխ ուրեմն կրոնական ծիսակատարությունները իրանք երկրորդական են, եթե ուրեմն սիրտը կենդանիակի դեռ լցված է լիքը նյութական ցանկություններով, չէ՞, եւ այդպիսի զոհագործությունները արտաքինից կատարվում են Գերագույն Աստծո ազնվորության համար, չէ, բայց միևնույն է մարդը կամ կենդանիակը, որ այդ զոհագործությունները կատարում է, իր ներսում ապրում է դեռ իր համար, այսինքն այդ զոհագործությունները ինքը կատարում է, որպեսզի ինքը այդտեղից ինչ-որ բան ստանա, չէ, եւ ուրեմն երկրորդ գաղափարը, որը մենք այդտեղից պետք է հասկանայինք, որ երբ որ Տեր Բրահման ինքը ասեց, որ այդպիսի հասկացողություն է զարգացնում Գերագույն Աստծո ազնվորության, բնավորության կամ վերաբերմունքի հանդեպ, ինքը փաստացի խոսում էր մի ազնվորության մասին, որի վրա ճոխությունը չի ազդում, հա, եթե այդ ճոխությունը չի արտահայտում սեր, հասկանում եք։ Եվ Բրահման ինքը հենց դա էր բանանում էլի քննարկում, որ քեզ հնարավոր չի ուղղակի ճոխ ծիսակատարություններով ձեռք բերել քո բարյացակամ վերաբերմունքը, թեկուզ այո, այդպիսի ծիսակատարություններով կարելի է քեզ բանելի բերել այն տրամադրության, որ դու անպայման ընդունես այդ ծիսակատարությունը եւ ցանկություններ կատարես, չէ՞։ Բայց մենք տեսանք, որ Բրահման ինքը ոչ միայն նշեց ինչ-որ շատ այսպես նուրբ կետ
այդ զոհագործությունների, այդ կիսաստվածների տրամադրության տեսանկյունից մենք երեք փորձեցինք մի փոքր այդ թեման քննարկենք, չէ՞, բայց ինքը ոչ թե միայն բացահայտեց այդ կետը, որ կիսաստվածները իրականում իրենց տրամադրությունների մեջ ունեն այդ նյութական ուղղվածությունը եւ այդտեղ հենց դա է, որ կանգնացնում է իրենց հոգեվոր զարգացումը եւ ես հատուկ կերպով շեշտեցի, որ այդտեղ մի շատ հետաքրքիր երևույթ է տեղի ունենում, որի տարբերություն մնացած բոլոր կրոնականությունների, այստեղ մենք տեսնում ենք, որ ազնվորությունները իրանք տեսնում են Գերագույն Աստծո ազնվորությանը, բայց երբ որ ինքը համաձայնություն է տալիս իրականացնել իրենց նյութական ցանկությունը, իրենք Գերագույն Աստծո ազնվորությանը բաց են թողնում, ինչպես ես ասեցի, չէ՞։ Եվ Տեր Բրահման ինքը քննարկեց հենց այդ կետը, որ չնայած դրան, որ դու ֆիզիկապես հեռանում ես, իրականում քո թաքուն կերպարանքով, որպես գերհոգի, դու միևնույնն է մնում ես բացարձակապես բոլոր կենդանիակների սրտերի մեջ, ոչ միայն որպես խիստ վկա, այլև որպես բարիացակամ ազնվորություն, հա։ Այսինքն Տեր Բրահման ինքը այդտեղ շեշտեց, որ ինքը գիտակցում է, որ գերհոգին ինքը գալիս է կամ ներկա է ոչ թե միայն արժանիների սրտում, հա, այլ ինքը ներկա է բոլոր կենդանի էակների սրտում, հա, եւ չի լքում կենդանի էակին, նույնիսկ այն ժամանակ, երբ կենդանիակը ինքը շատ ցածր ընկնում է եւ շատ ցածր եւ այսպես ասեմ, էլի չսազացող հոգուն որակներ է ցուցաբերում, չէ՞։ Եվ այդ հանգամանքը, այն նրբությունը, որի մասին հիմա Տեր Բրահման խոսեց այդ տեքստում, ինքը իրականում այդ տեքստը սարքում էր եւ շատ նուրբ եւ շատ խորը, չէ՞։ Այսինքն մի կողմից խոսացվեց դրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորությանը հնարավոր չի կաշառել, ուրեմն ծիսակատորությունների ճոխությամբ, հա։ Մյուս կողմից խոսացվեց դրա մասին, որ ինքը չի երես թեքում նույնիսկ ամենաընկած եւ ամենակեղտոտ հոգի ունեցող կենդանիակներից, չէ՞։ Եվ հենց այդտեղ էր, որ ինչ որ հատուկ երանք ստացավ վերջի խոսքերը, որը Տեր Բրահման ինքը ասեց այս տեքստում, որտեղ ինքը ասեց, որ ոչ նվիրալների համար դու մնում ես անհասանելի։ Եվ մենք ձեզ հետ փորձեցինք քննարկել, որ այս բառերը պետք է ճիշտ հասկանալ, այսինքն այստեղ ոչ թե Տեր Բրահման ինքը խոսում է դրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը թաքնվում է կամ որ ինքը դաժան է, դռներ է փակում, չէ՞։ Եվ մենք խոսեցինք դրա մասին, որ ինքը ասեց ոչ նվիրալները, այսինքն այդ նվիրվածության բացակայությունն է, որ ինքը այսինքն կենդանի էակի մեջ է այն գործոնը, որը Գերագույն Աստծո ազնվորությանը դարձնում է իր համար անհասանելի, չէ՞։ Այսինքն կենդանիակը ինքը ներքինից նույնիսկ եթե լսել է Աստծո մասին, նույնիսկ եթե փորձում է երկրպագել Աստծուն, հա, բայց իր ներքինից ինքը մշտական գտնվում է Աստծուն օգտագործելու, եթե կարելի ասել, Աստծուն օգտագործելու ռեժիմի մեջ, էլի, հասկանում եք, չէ՞։ Եվ քանի դեռ մարդը ինքը այդպես է մոտենում Գերագույն Աստծո ազնվորությանը, այո, ինքը կարող է հպվել կրոնականության հետ, հպվել կրոնականության ծիսակատարությունների հետ, Աստծո գաղափարի հետ, բայց ոչ հենց ինքը իր Աստծո հետ, հա։ Եվ մենք քննարկեցինք, որ այդ անհասանելիությունը Գերագույն Աստծո ազնվորության դա ոչ թե Գերագույն Աստծո ազնվորության բացակայության սիմպտոմն է,
այլ էգոիստական ընկալման սահմանի մասին է խոսքը, այսինքն երբ որ կենդանիակը գիտակցությունը ինքը այդ էգոիզմի շղարշով է պատված, չէ, հենց այդ շղարշը անհասանելի է դարձնում կենդանիակի համար գերագույն աստվածավորության կերպարը, չէ։ Իսկ ինքը գերագույն աստվածավորությունը ինքը միշտ փորձում է լինել կենդանիակի կողքին, միշտ շարունակում է ցանկանալ նրա բարին, ներկա է նրա սրտի մեջ եւ շատ հոգեվոր գաղափարախոսություններ իրենք առաջ են քաշում այդ գաղափարը, որ այնինչ որ աթեիստները իրենք կոչում են խիղճ, դա հենց այն գերագույն աստվածավորության եթե կարելի է այսպես ասել ձայնն է, որը գտնվում է մեր սրտերի մեջ, հա։ Բայց եթե կենդանիակը ինքը զբաղված է միայն իր եսի բավարարմամբ, ապա ինքը ոչ կարողանում է լսել գերագույն աստվածավորության ճիգերը, ինչ-որ բան ասել այդպիսի կենդանիակին, հա, ոչ էլ կարողանում է ճանաչել նրան, հա, եւ իրականում սրա մեջ թաքնված է շատ մեծ հոգեվոր ճշմարտություն, հա, որ մոտիկությունը գերագույն աստվածավորության հետ ինքը որոշվում է ոչ թե տարածությամբ, այլ հարաբերությունների մաքրությամբ, որովհետև կենդանիակի եւ Աստծու միջև տարածություն չկա երբեք։ Ուղղակի գերագույն աստվածավորության ներկայությունը ինքը կամ ակնհայտ է կենդանիակի համար եւ այդպիսին է ինքը հոգեվոր աշխարհում, չէ, կամ թաքնված է։ Եվ այդպիսին է ինքը նյութական աշխարհում։ Ինչու՞, որտեղ կենդանիակները նյութական աշխարհ են գալիս հենց Աստծուց անկախ լինելու համար։ Եվ գերագույն աստվածավորությունը ինքը, ինչպես տեսնում ենք, ողորմածաբար, շատ փափուկ ձևով ինքը թաքնվում է կենդանիակների սրտի մեջ, որպեսզի համ հետևի, համ փորձի կենդանիակներին հետ պահել, երբ որ իրանք փորձ են կատարում սխալ արարքներ կատարել, չէ, եւ համ էլ իրականացնի արդարությունը։ Ուրեմն մենք անցյալ անգամ այս ամեն ինչի մասին խոսացինք, չէ, եւ փաստացի քննարկեցինք դες այդ, որ բաները, ասեք, կիսասպասները իրենք մոտիվացված, նյութապես մոտիվացված հոգևոր կենդանիակներ են եւ նյութապես մոտիվացված անձնավորությունների հոգևոր կյանքը ինքը այո ունի այդպիսի բնույթ, որ երբ որ կենդանիակը ինքը ստանում է իր նյութական մոտիվը, առաջին բանը, որ ինքը անում է, ինքը ոնց որ թուլացնում է իր հոգևոր պրակտիկան եւ գնում է ուրեմն վայելելու հոգևոր պրակտիկայի նյութական արդյունքները։ Այսինքն կենդանի էակի համար գերագույն աստվածավորությունը ինքը դառնում է անհասանելի, ոչ թե որովհետև գերագույն աստվածավորությունն է թաքնվում, հա, այլ որովհետև էգոիստաբար տրամադրված կենդանիակը ինքը չափից ավել զբաղված է ինքը իրանով։ Հա, հիմա, այսինքն, եթե մենք խոսում ենք արդեն սրտի մաքրագործման գործընթացի տեսանկյունից, ապա երեկվա տեքստը ինքը խոսում էր դրա մասին, որ սրտի մաքրագործումը ինքը կախված չի արտաքին կրոնական ծիսակատարություններից, հա, այլ կախված է նրանից, թե ինչքանով է կենդանիակը ինքը փորձում շահագործել գերագույն Աստծո անձնավորությունը։ Եվ այդ Աստծուն շահագործելու սրտի կեղտոտվածությունը, չէ, ինքը իրականում շատ նուրբ, այսպես աննկատ է տեղի ունենում, չէ, այսինքն ինքը կոպիտ չի հնչում, ինչու, որովհետև ռեալ կենդանիակը ինքը իր գոյության մեջ կախված է գերագույն Աստծո անձնավորությունից, չէ, եւ թվում է, որ դա բացարձակապես բնական է, եթե կրոնական կամ հոգևոր մարդը ինքը իր ցանկությունները կատարելու համար դիմում է Աստծուն։
Մենք դες հետ շատ ենք խոսել դրա մասին, որ այդ որ ինքը դիմում է Աստծուն, չէ, ինքը կակրաս հենց այդ սիմպտոմն է, որ դա մի կենդանեակ է, որը Աստծո ղեկավարության տակ դրեց, հա, իր ցանկությունների իրականացումը։ Եվ դա հոգևոր մարդուն հեռու է պահում ուրիշ կենդանեակների հետ թշնամանքի եւ մրցակցության տրամադրություններով հարաբերվելու իրականությունից։ Իսկ սա շատ կարևոր արդյունք է, չէ՞։ Հա, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ եթե կենդանեակը ինքը պահպանում է իր ներքին եւ տգիտության գոյավիճակը եւ կրքերի, չէ, այսինքն ներքին աղտոտվածությունը իր ներքին աշխարհում, չէ, ուրեմն այդ ժամանակ Գերագույն Աստծո ազնվորությանը վերաբերվում են շահադիտական տրամադրություններով, ուզում են իրանց ստանալ այն ինչ որ իրենք ուզում են եւ սովորաբար իրենց ցանկությունները միշտ պատտվում են նրա շուրջ, որպեսզի ազնվորությունը ինքը ավելացնի իր նշանակալիությունը, չէ, որպեսզի ինքը այսպես բանելի гарантированно այսպես հստակորեն ուրեմն բանել ապահոված լինի հաջողությամբ, չէ, որպեսզի ինքը պահպանի ղեկավարությունը իր կյանքի վրա, որպեսզի այդ կյանքի մեջ չլինեն ոչ մի այնպիսի իրադրություններ, որ իր համար կլիներ անսպասելի, չէ, եւ այդ բոլոր ցանկություններով մոտիվացված հոգևոր մարդիկ իրենք դիմում են Գերագույն Աստծո ազնվորությանը։ Եվ մի կողմից սա փուլ է, որը հնարավոր չի ուրեմն շրջանցել, հա, բայց եւ մենք տեսնում ենք, որ եթե կենդանեակը այդ ընթացքում չի աշխատում իր ներքին աշխարհի հետ, ապա այդ ծիսակատարությունները չեն ուրախացնում Աստծուն։ Հասկանում եք։ Թեկուս եւ Գերագույն Աստծո ազնվորությունը իր ողորմածությունը դրսևորելով կարող է մտնել նույնիսկ այն ամենաչմաքրված սրտերի մեջ, չէ՞։ Մեր այսօրվա տեքստը ինքը հնչում է, Տեր Բրահման ինքը շարունակում է իր ուրեմն բանը տեքստերը կներեք, ես կարդամ տեքստը եւ մենք շարունակենք մեր քննարկումը։ Անցյալ անգամվա տեքստը, սա էլ ավելացնեմ եւ հետո նոր շարունակենք, հա, անցյալ անգամվա տեքստը ինքը շատ վտանգավոր է, եթե կենդանեակը ինքը ընկալի դա այդպես, որ եթե ես նյութական ցանկություններ ունեմ, որ իր Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդքան էլ դրան լավ չի նայում, ուրեմն ես ընդհանրապես չպետք է զբաղվեմ հոգևոր կյանքով կամ ընդհանրապես չպետք է ոչ մի բան Աստծուց խնդրեմ կամ ծիսակատարությունները պետք չի կատարել, այսինքն միանգամից մտնի հիմա էլ բացասական բանիների չափազանցության մեջ, հասկանում եք, շատ կարևոր է հոգևոր կյանքում հաջողակ լինելու համար ամենակարևորը դա ոսկե միջինը, այդպես էլի գիտակցել եւ իրան հետևելն է։ Հոգևոր կյանքը ընդհանրապես ծայրահեղություններ չի սիրում։ Եվ այսպես այսօրվա մեր տեքստն է արդեն 13-րդ տեքստը, որտեղ Տեր Բրահման ինքը աղոթում է այսպես։ Շիմոն Բաղավատամ 3-րդ երկ 9-րդ գլուխ տեքստ 13։ Սակայն մարդկանց բարեպաշտ գործունեությունը, այնևեդայական ծեսերի կատարումը, բարեգործությունը, ասկեզան եւ տրանսցենդենտալ ծառայությունը նույնպես օգտակար է, եթե մարդիկ անում են դա դիտարկելով այն որպես քեզ երկրպագելու ձևերից մեկը եւ ձգտելով քեզ գոհացնել, մարդիկ դրա արդյունքները քեզ են զոհաբերում։ Նման բարեպաշտ գործունեությունը երբեք անարդյունք չի մնում։ Ուրեմն սա էլ մեր այսօրվա տեքստն է եւ մենք տեսնում ենք, որ Տեր Բրահման ինքը շարունակում է խոսել, հիմա էլ արդեն խոսում է դրա մասին, թե ինչպիսի ազդեցություն ունի կամ ինչ կերպ է վերաբերվում Գերագույն Աստծո ազնվորությունը, չէ, նրանց հանդեպ, ովքեր որ բան են էլի
ովքեր որ իրենք դառնում են որպես Գերագույն Աստծո ազնվորության երկրպագություն։ Այս տեքստը ինքը շատ կարևոր է, չէ՞, այսինքն կա 3 թեմա։ Առաջի թեման դա նա է, որ կենդանեակը ինքը չի ընդունում Գերագույն Աստծո ազնվորության գոյությունը։ Ուրեմն չի ընդունում Գերագույն Աստծո ազնվորության գոյությունը եւ ինքը ճիքեր է գործադրում, որպեսզի իր ռեսուրսով իրականացնի իր ցանկությունները։ Երկրորդը դա նա է, որ ինքը ընդունում է Գերագույն Աստծո ազնվորության գոյությունը եւ փորձում է հիմա օգտագործել Գերագույն Աստծո ազնվորության հզորությունը իր ցանկությունները իրականացնելու համար։ Ընդ որում այդ դեպքում ինքը ձգտում է ինքնաբավական, հա, եւ շատ մեծ կապվածություն ունի նյութական աշխարհում, կներեք ճնշումս է, նյութական աշխարհում ուրեմն ապրող կենդանի ակների հանդեպ։ Եվ կա երրորդ վիճակը, երբ որ կենդանի ակը ինքը զոհագործություններ է կատարում, դիմում է Գերագույն Աստծո ազնվորությանը, կարող է եւ նյութական ցանկություններ ունենալ, բայց ինքը այդ նյութական ցանկությունները, որը ինքը ունի, չէ՞, կամ ասենք իր ամբողջ իր գործողությունները ծավալում է, որպեսզի այնպես, որ հաճելի լինի Աստծուն, այսինքն գերագույն որպես նվիրված ծառայություն Աստծո հանդեպ, չէ՞, այսինքն այս տեքստը ինքը համել ծառայում է նրան, որպեսզի որպես բացատրություն այն տեքստի, որը մենք ուրեմն կարդացինք ձեզ հետ 3 եւ փորձում է Տեր Բրահման ինքը այս տեքստով փորձում է շտկել այն հնարավոր սխալ հասկացողությունները, որը կարող են ուրեմն զարգացնել մարդիկ երեկվա տեքստի հիմքի վրա, չէ՞։ Այսինքն մի կողմից Տեր Բրահման ինքը շատ խիստ ձևով մատնացույց արեց, չէ, որ եթե նույնիսկ Գերագույն Աստծո ազնվորությանը կատարվում են ճոխ երկրպագություններ, չէ, բայց եթե կենդանիակը ինքը այդ ընթացքում պահպանում է խիստ նյութապես, այսպես էլի ուղղվածություն ունեցող ցանկություններ, ապա կարելի է անել շատ այսպես կոշտ եզրակացության կարելի է գալ, հա, որ բոլոր տեսակի բարեպաշտ գործողությունները իրենք շատ կասկածելի են, երկրորդական են, Գերագույն Աստծո ազնվորության կողմից այդքան էլ չեն գնահատվում եւ ուրեմն կարելի է ենթադրել, որ իրանք անիմաստ են, չէ՞։ Բայց այսօր այն տեքստը, որը մենք հիմա կարդացինք, չէ, ինքը շատ խիստ ձևով շտկեց այդպիսի հասկացողություն զարգացնելու հնարավորությունը։ Ինչ ասեց տեքստը, որը ես նոր կարդացի։ Ինքը ասեց, որ խնդիրը դա նրա մեջ չի, թե կա գործողություններ, թե չկան գործողություններ։ Հա? Խնդիրը նրա մեջ է, թե այդ կատարվող գործողությունները, տվյալ դեպքում զոհագործությունները, չէ, այն ներքինից ինչպիսի անձնավորություն է այդ գործողությունները կատարում։ Հա? Տեր Բրահման ինքը քննարկեց, ինքը ասեց ծիսակատարությունները, ողորմածությունը, ճգնությունները, ծառայությունը, չէ, ինքը այդ ամեն ինչը չհերքեց, հա, հակառակը, այդ ամեն ինչը ինքը կարող է իրականում շատ բարենպաստ լինել կենդանեակի համար, կրոնական ծիսակատարությունները, ողորմություն բաժանելը, ասկետիկ կյանքը, չէ, ուրիշ կենդանեակներին կամ հոգևոր մարդկանց ծառայելը, այդ բոլոր գործողությունները դա այն բարեպաշտության պաշարն է, որը եթե կենդանեակը ինքը հավաքում է, ինքը իր հաջորդ կյանքերում լինում է շատ հաջողակ, ապահով, երջանիկ, հանգիստ կյանքով ապրող, այսինքն ինչ որ մենք կոչում ենք լավ բախտ, ինքը լավ բախտ է ունենում,
Հասկանում եք։ Ուրեմն, այստեղ ուղղակի շատ կարևոր է, որպեսզի այդ ամեն ինչը չարվի, այսինքն այստեղ այս этаպում դեռ կենդանեակից չի պահանջվում, որ ինքը հրաժարվի իր ցանկություններից, այսպես էլի 100%-անի։ Կենդանեակից սպասվում է, չէ, որ ինքը այդ ամեն ինչը մենակ էգոիզմի մեջ չի թաթախում, հասկանում եք։ Եվ քանի դեռ բարեպաշտությունը կենդանեակին պետք է ինքնահաստատման համար, այսինքն ինքը բարեպաշտություն է պահում, որպեսզի Գերագույն Աստծո ազնվորությունից ինչ-որ դիրք ստանա, հա, ինչ-որ առավելություն ստանա եւ այլն, այդ ամեն ինչը ինչ-որ կոչվում է լավ բախտ նյութական աշխարհում, չէ՞, ուրեմն կամ ասենք ինքը դա անում է, որպեսզի բան էլի, ասես հաստատվի իրա ճիշտ լինելու գաղափարի մեջ, չէ՞, կամ հաստատի իր հոգևոր բարձր դիրքը։ Հասկանում եք, այքանի կան այդպիսի տրամադրություններ, կենդանեակը ինքը սահմանափակված է իր էգոիզմով, հա։ Բայց երբ որ այդ նույն գործողությունները իրանք կատարվում են որպես Գերագույն Աստծո ազնվորությանը բավարարելու գործողություններ, չէ՞, այդ ժամանակ ամբողջ կառուցվածքը այդ ծիսակատարությունների, ողորմածություն բաժանելու, ասկետիզմի, հոգևոր ծառայության, այդ ամբողջ կառուցվածքը ինքը փոխվում է։ Այսինքն մենք կարողանում ենք հասկանալ, չէ, որ այստեղ շատ նուրբ տարբերության մասին է խոսքը գնում, չէ, որովհետև արտաքինից, չէ, կենդանեակը ինքը անում է նույն գործողությունները, ինքը անում է զոհագործություններ, ինքը ապրում է ասկետիկ կյանքով, ասենք բաժանում է ողորմություն, հա, կատարում է ծիսակատարություններ եւ այլն, չէ, բայց այստեղ ինչի վրա շեշտը դրեց Տեր Բրահման, չէ, որ իրան ներսում, հա, ինքը կամ զբաղված է նրա համար, որ կոպիտ ասած ինքը իր կյանքն է դասավորում, չէ, կամ ինքը այդ նույն բաները անում է, որպեսզի բավարարի Գերագույն Աստծո ազնվորությունը։ Եվ այստեղ է, որ այդ սահմանն է անցնում, հասկանում եք, երբ որ կենդանեակը ինքը միայն ինքնաբավարարմամբ է զբաղված, այդ գործողություններից ոչ մեկը իր սիրտը չի մաքրում, որովհետև ո՞րն է մաքրագործվող սրտի սիմպտոմը։ Մաքրագործող սրտի սիմպտոմը դա ցանկությունների փոփոխությունն է։ Հասկանում եք, քանի դեռ կենդանեակը ինքը ինչ կրոնական գործողություններով ուզում է զբաղվի, քանի դեռ ինքը պահպանում է նույն նյութական ուղղվածություն ունեցող ցանկությունները, չէ, ինքը իրականում, այսպես էլի, այն սև սպիտակով եթե խոսում ենք, ինքը հոգևոր կյանքում չի դեռ։ Ինքը հոգևոր կյանքի մեջ փորձում է շահագործել Աստծուն։ Սա շատ տարբեր բաներ են։ Հասկանում եք, չէ՞։ Եվ միայն արիացիներն են իրակ առաջ քաշում այդ մոտիվացված, նյութապես մոտիվացված հոգևոր կյանքը։ Երբ որ կենդանեակը ինքը զբաղվում է հոգևոր կյանքով, որ միայն նյութական արդյունքներ ստանա, հասկանում եք, չէ՞։ Հիմա եւ կա ներքին մի հատ երկրորդ վիճակ, որտեղ այդ նույն գործողությունները, հա, իրականում արվում են Աստծուն բավարարելու համար։ Եվ այդպիսի գործողությունը ինքը նույնն է, բայց երբ որ կենդանեակը ինքը այդ դա անում է Գերագույն Աստծո ազնվորությանը բավարարելու համար, իր սիրտը մաքրագործվում է։ Հասկանում եք, եւ այս բանաձևը գործել ձգտելով բավարարել Աստծուն, սա շատ կարևոր բանաձև է հոգևոր կյանքում։ Հասկանում եք։ Եվ սա բացարձակապես փոխում է հոգևոր կյանքի գործողության մեխանիկան, թե ասենք որն է, որ համարվում է իրականում հոգևոր գործողություն։ Եվ դրա հիմնակարը կայանում է նրանում, որ այդ
հոգևոր մարդը ինքը չպետք է ապրի որպես ոնց է ասեմ էլի, ինքը չպետք է ապրի որպես ինքը իր մեջի առաքինության տեր։ Հասկանում եք։ Այսինքն որ իր առաքինությունը պիտի ծառայի իր նյութական երջանկությանը։ Այս տրամադրությունը հոգևոր մարդու մոտ չպետք է լինի։ Եվ այստեղ ես շատ կարևոր ճշտում պիտի անեմ։ Դա չի նշանակում, որ այդպիսի անձնավորությունը ինքը նյութական հաջողություն չի ունենում։ Ներքինից չձգտել Աստծուն շահագործել, այլ ձգտել իրան բավարարել, դա դեռ չի նշանակում, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այնպիսի պատասխան կտա, որը անարդար կհնչեր։ Բայց որ դա բացարձակապես փոխում է հոգևոր կյանքի ուղղվածությունը, դա փաստ է։ Այսինքն մարդը ինքը այլևս չի ապրում այդ տրամադրություններից, որ ինքը տեր ու տիրակալն է բոլոր process-ների եւ որ ինքը այդ ամեն ինչը անում է, որպեսզի բարեհաջող վայելի իր նյութական գոյությունը։ Հասկանում եք։ Դրա համար այդ վերջի բանը, որը միշտ արիացիները ասում են, չէ, որ զոհաբերի պտուղը։ Հասկանում եք, այդ պտուղը, որ ստանում ես զոհաբերի Աստծուն, որովհետև հենց այդ պտուղի մեջ է, չէ, որ պատկերավոր ասած կենդանիակը ինքը ուզում է ապրել։ Հասկանում եք։ Եվ երբ որ այդ պտուղը ինքը գալիս է, կենդանիակները իրանք շատ հաճախ մոռանում են, որ իրենք խնդրել են ու գերագույն Աստծո անձնավորությունը իրենց աջակցել է։ Եվ հակառակը մտնում են այդ տրամադրությունների մեջ։ Ես արել եմ, ես հասել եմ, ես դարձել եմ ավելի լավը, ես արժանացել եմ, հա, ես կուտակել եմ։ Բայց երբ որ կենդանիակը ինքը պտուղները տալիս է Աստծուն, չէ, դա իրականում դա է այն բանը, այն գործոնը, որը ինքը բարեպաշտությունը վերածում է, եթե կարելի է այդպես ասել, հոգևոր կապիտալի։ Հասկանում եք։ Եվ այստեղ Տեր Բրահման ինքը շատ կարևոր մի գաղափարով չի ավարտեց տեքստը, ինքը ասեց այդպիսի զոհագործությունը ինքը երբեք հենց այնպես չի անցնում։ Հա, այսինքն այստեղ ոչ թե Բրահման ինքը այս խոսքերով պարտադրեց գերագույն Աստծո անձնավորությանը պտուղ տալ։ Հասկանում եք, սրա մասին չի խոսքը։ Հա, բայց ինքը հիմա խոսում է, այսինքն ոչ թե այդ գործողությունների իրանք ստիպում են Աստծուն։ Աստծուն ոչ մեկ ոչ մի բան չի կարող ստիպի։ Հասկանում եք, չէ՞։ Բայց կա այստեղ մի հատ այդ շատ կարևոր բայցը։ Հասկանում եք, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ամենտեղ արիացիների գրվածքներում ինքը ամենտեղ խոսում է դրա մասին։ Հասկանում եք, որ կենդանիակը իր ներքին մղումների մաքրությամբ գերում է Աստծուն։ Եվ Աստված ինքը թեկուզ եւ ոչ մեկին ոչ մի բան պարտավոր չի տա, հա, բայց այդպիսի կենդանիակներին ինքը իրեն պարտավորված է զգում բանանել էլի նկրածից ոնց է հայերեն խրախուսել в общем հասկանում եք հոգեբանական տեսանկյունից այս տեքստը ինքը մեզ համար բացահայտում է շատ կարևոր մեխանիզմ, որը դրա մասին է խոսում, որ նույն գործողությունները իրանք կարող են ավելի շատ ուժեղացնել կենդանիակի նյութական եսը եւ այդ նույն գործողությունները իրենք կարող են կենդանիակի սիրտը կեղծ եսի աստեցությունից մաքրագործել, հա, այսինքն ազնվորությունը, եթե ինքը սխալ է վարվում այս տեքստի հետ, ինքը կարող է
ասենք ողորմություն տալ, որպեսզի բարի մարդու համբավ ունենա, ինքը կարող է ասենք հետևել զգայարանները ղեկավարելու անհրաժեշտությանը, որպեսզի ասենք իրան համարեն առավելություն ունեցող կենդանի էակ, հա, ինքը կարող է կրոնական ծիսակատարություններ կատարել, որպեսզի իր ներքին ոնց ասեմ հայերեն, էլի, ներքին ստրախովկաները ունենա, հասկանում եք, չէ՞։ Ինքը կարող է ծառայել գերագույն Աստծո անձնավորությանը ինչ որ կարիքից դրդված, չէ՞, եւ կարող է զոհաբերություններ կամ զոհագործություններ կատարել, որպեսզի ղեկավարի իր կյանքը, չէ՞։ Այսինքն ինչի մասին է այստեղ խոսքը, էլի, որ առաքինի գործողությունները իրանք դեռ չեն ապահովում սրտի մաքրությունը, հասկանում եք։ Այսինքն կեղծ եսը ինքը կարողանում է սնվել եւ արատից եւ առաքինությունից, դա պատահական չի, չէ՞, որ ասում ենք առաքինության գոյավիճակ, այդ առաքինության գոյավիճակը, այդ գոյավիճակ բառը ինքը նշանակում է, որ ինքը կենդանիակին նույնպես կապում է նյութական, այսինքն քաշում է դեպի նյութական աշխարհ, ինչպես եւ կրքերի եւ տգիտության գոյավիճակները, հասկանում եք, չէ՞։ Եվ այստեղ ուրեմն Տեր Բրահման ինքը մտցնում է այդ բանը, էլի, այն հակաթույնը, որը ինքը կարող է մաքրել կենդանիակի սիրտը, որն է այդ հակաթույնը։ Առաջինը դա է, որ կենդանիակը ինքը գործողությունները պիտի կատարի, որպես գերագույն Աստծո անձնավորությանը մատուցած ծառայություն։ Ինչու համար, որովհետև երբ որ կենդանիակը ինքը սկսում է այդպես գործել, այսինքն ինքը առաջին հերթին բարձրաբանում է, իսկ ինչ է մտածում ISSS գործողության մասին գերագույն Աստծո անձնավորությունը։ Երբ որ ինքը պարզում է, ինքը հենց այդպես էլ սկսում է գործել։ Եվ հենց այդպես է սկսում գործել ոչ թե նրա համար, որ ինքը արդյունք ստանա, հասկանում եք, այլ որ Աստված իրանից գոհ մնա։ Այ որ այդ տրամադրությունը գալիս է, Աստված էլի նույն ձևով կենդանի էակին բան է անում, էլի նագրաժդայետ, պարգևատրում է կենդանի էակին, չէ՞, հասկանում եք, բայց առաջերտին կենդանի էակը ինքը չի մտածում, որ ինքը անկախ է, սա շատ կարևոր արդյունք է, չէ՞, եւ երկրորդը այդ դա է, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդտեղ ազդվում է եւ կատարում է կենդանիակի ցանկությունը, թեկուզ եւ կենդանիակը իրան դրա մասին չէր խնդրել, ինքը արել էր իր ճիշտ գործողությունները, որ Աստված իրանից գոհ մնա եւ ընդամենը։ Հասկանում եք, իսկ այդ թե ինչպես է պատասխանում գերագույն Աստծո անձնավորությունը, դա էլ, հայաբարի ասած, դա էլ գերագույն Աստծո անձնավորության ճիշտն է, արդեն կամ սխալը, հասկանում եք։ Եվ երկրորդը, այսինքն առաջինը դա գործողությունները որպես ծառայություն Աստծուն անելն է, չէ, եւ երկրորդը գործողությունների արդյունքներին չկապվելը։ Հա, այսինքն ինչի մասին է խոսքը։ Կենդանիակը ինքը շատ դեպքերում իր հոգևոր կյանքը կանգնացնում է այն պահին, երբ որ իրեն է սեփականացնում հոգևոր կյանքի հիմա նյութական արդյունքները։ Հասկանում եք։ Եվ սա ինքը իրականում հոգևոր կյանքի համար շատ վտանգավոր կետ է։ Հասկանում եք, ինչի համար, որովհետև կենդանիակը ինքը կատարում է աստվածային գործողություններ, գերագույն Աստծո անձնավորությունը մնում է բավարարված եւ տալիս է կենդանիակին իր նյութական ցանկությունների իրականացում։ Կենդանիակը դա ընդունում է, որ ինքը իր գործողություններով վաստակեց այդ բանը, այդ շնորհը, այսպես ասենք, հա, եւ ուրեմն գնում է այդ ամեն ինչը վայելելու։ Հասկանում եք։ Հա? Եվ այդտեղ իր հոգևոր առաջընթացը շատ խիստ տուժում է։ Հիմա եւ ուրեմն
Հիմա Տեր Բրահման ինքը այդ գիծը քաշեց, հա, ինքը ասեց, որ ճիշտը դա նա է, որ զոհագործությունները կատարվեն Աստծուն բավարարելու համար եւ որ պտուղը չհամարես, որ դու արժանացել ես այդ պտուղին։ Հասկանում եք, այլ միշտ գիտակցես, որ դա գերագույն աստվածավորության, կարելի է այդպես ասել, կոմպրոմիսն է։ Եթե ինքը մնացել է գոհ։ Հասկանում եք։ Եվ այդ բնավորությունը, որի մասին տեքստի վերջում խոսեց Տեր Բրահման, չէ, որ ինքը ինչ ասեց, հա, այդ ոչ մի այդպիսի գործողություն, որը արվում է որպես զոհագործություն քեզ, չէ, ինքը հետևպես չի անցնում։ Եվ սա տեսեք այս տեքստով, այս բառերով Տեր Բրահման ինքը այսպես շատ հաստատուն հիմք է դնում, չէ, հոգևոր մարդու ոտքերի տակ։ Ինքը ինչ է ասում հիմա մեզ, ինքը հենց դա է ասում, որ դու ուղղակի ճիշտ գործողություններ կատարի եւ համոզված եղի, որ ճիշտ գործողությունները, լավ, սենց ասեմ էլի, հայաբարի ասեմ, հա, ճիշտ գործողություններ կատարողի ոչ մի բանը Աստված երբեք գետնովը չի տալիս։ Հասկանում եք, ինքը երբեք չի մոռանում կենդանիակի ոչ մի ճիշտ արարքը։ Հա, եւ դա այդ իմացությունը գերագույն Աստծո ազնվորության բնավորության, որը հիմա Տեր Բրահման քննարկեց, ինքը շատ հաստատուն հիմք է տալիս կենդանիակին, որպեսզի այդ գործողությունների մեջ ինքը շարժվի դեպի այն կողմը, որ ցանկություն ունենա բավարարել գերագույն Աստծո ազնվորությունը, այլ ոչ թե միայն մտածել իր սեփական էգոիզմի մասին։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այստեղ խոսացվում է նրա մասին, որ կենդանիակը ինքը հոգևոր կյանքով զբաղվելու ընթացքում պետք է աշխատի լինել անշահախնդիր։ Իսկ թե ինչ պատասխան կտա իրան գերագույն Աստծո ազնվորությունը, այսինքն այսպես է, էլի, կենդանիակը ինքը ինչ-որ ցանկություններ ունի։ Ну, ենթադրենք, ուզում է լինել երջանիկ, չէ՞։ Այդ երջանիկ լինելը ինքը մի քանի ֆակտորից է կախված։ Դրա մեջ մտնում է նաև ուրիշների հետ հարաբերությունները, չէ՞։ Հիմա տեսեք, եւ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը գիտելիք է տալիս, հոգեւոր մարդը գալիս է, լսում է այդ գիտելիքը եւ ասենք հասկացողություն է զարգացնում, որպեսզի հարաբերությունները իրանք լավը լինեն, ես պիտի անեմ այսպես։ Հիմա ազնվորությունը ինքը վերցնում է, այդ ամեն ինչը անում է, իսկ հարաբերությունների մեջ ոչինչ չի փոխվում։ Այսինքն հիմա երբ որ Բրահման ասում է համբերիր, որ Աստված քեզ պատասխան տա, եւ ես տեսնում եմ Տերին, որ դու այնպիսին ես, որ ոչ մեկ չի կարող պատահի, որ ինչ-որ մի ճիշտ բան անի եւ քո կողմից չբացատրվի։ Հասկանում եք։ Այսինքն ինչի մասին է ուզում ասել Տեր Բրահման, որ երբ որ մենք պտուղը սեփականացնում ենք մեզ, ասում ենք սա իմ պտուղն է, չէ՞։ Հիմա երբ որ սա իմ պտուղն է, ես էլ ուզում եմ, որ, չգիտեմ, Արտուրը գնահատի իմ արածը։ Իսկ Արտուրը ինքը, ուրեմն, նյութական աշխարհում պայմանավորված կենդանիակ է, իր կոմպլեքսներով, իր թերություններով, իր առավելություններով եւ այլն, չէ՞։ Եվ ինքը երբեք չի կարող, հատկապես աստվածամերժության դարաշրջանում, այն մնացածում էլ, միայն առաքինության գոյավիճակի ազդեցության տակ գտնվող կենդանիակներն կարող այս հարցը լուծել, էլի, իսկ նրանք, ովքեր կրքերի եւ տգիտության մեջ են, իրանք միշտ հասկանում եք, միշտ սխալ ռեակցիա են տալիս կենդանիակի ճիշտ պահվածքի վրա։ Ինչու է գերագույն Աստծո անձնավորությունը ասում արա դա ինձ բավարարելու համար, որպեսզի ինքը կարողանա պատասխան տա, այլ ոչ թե Արտուրը իր բոլոր թերություններով հանդեպ։ Հասկանում եք։ Եվ այո,
երբ որ այդպիսի կրոնական գործողությունները կատարվում են Աստծուն բավարարելու համար, չէ՞։ Ну, ես այս 45 տարվա ընթացքում եւ իմ փորձի վրա եւ բազմաթիվ հոգեվոր կյանքով զբաղվող մարդկանց կյանքերի փորձի վրա կարող եմ հստակ ասել, ես այդպիսի մարդ չեմ ճանաչում, որ ինքը կարողացել է այդ պայմանը պահի, որ գործողությունները կատարի հանուն գերագույն աստվածությանը բավարարելու եւ գերագույն աստծո աստվածությունից այնպիսի պատասխան չստանա, որ այսենց կողմ մնա։ Հասկանում եք։ Այսինքն սրտի մաքրագործման տեսանկյունից այստեղ Տեր Բրահման ինքը շատ կարևոր գաղափար է առաջ քաշում։ Որն է այդ կարևոր գաղափարը, որ կենդանեակը ինքը չպետք է սեփականացնի, ինքը չպետք է սեփականացնի իր առաքելության արդյունքները, ինքը պետք է համբերի տա ժամանակ, որ այդ արդյունքները գերագույն Աստծո ազնվորությունը տա։ Սա իրականում շատ նուրբ սրտի կեղտոտվածություն է, հասկանում եք, այս մակարդակի վրա կենդանեակը ինքը արդեն ինչ-որ կոպիտ մեղքերով զբաղված չի, այնպես շատ ուժեղ նյութի մեջ խրված չի, էլի սա արդեն ինչ-որ մի հոգևոր աստիճան ունեցող կենդանեակների մասին է այստեղ խոսքը, չէ՞, ինչու, որտեղ երբ որ կենդանեակը ինքը գիտակցության դեռ ցածր է, ինքը ինչ ուզում է անի, ինքը չի կարող լինել այնպիսինը, հասկանում եք, որ բանանի, որ այնպես գործի, որ բավարարի Աստծուն։ Իրան միևնույնն է, այդտեղ միշտ հետաքրքրելու է իր նման պայմանավորված հոգիների արձագանքը։ Հա, իսկ երբ որ կենդանեակը ինքը արդեն զարգացած է հոգևոր կյանքում, ինքը կարող է այդպիսի գործողությունները կատարել Աստծուն բավարարելու համար։ Հասկանում եք, եւ այստեղ իր սիրտը մաքրագործվում է իմինը գերագույն Աստծո ազնվորության պատասխանի կատարելության հաշվին։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այստեղ Տեր Բրահման ինքը այս տեքստը ինքը կարող է մյուս կողմից հիմք հանդիսանալ մի շատ լուրջ սխալի համար։ Այսինքն, երբ որ Տեր Բրահման ինքը ասեց եւ ոչ մի այդպիսի գործողություն դատարկ տեղը չի անցնում, չէ՞, կենդանեակը ինքը կարող է այդպիսի համոզմունք զարգացնի, որ ցանկացած կրոնական կամ բարոյական գործողություն ինքը այսպես ավտոմատ կերպով պիտի տա լավ արդյունքներ։ Ու նորից եմ կրկնում, քանի դեռ այդ գործողությունները ուղղված են պայմանավորված հոգիներին եւ արդյունքը մենք սպասում ենք պայմանավորված հոգիներից, չէ՞, ուրեմն մենք չենք կարող վստահ լինել, որ կստանանք այն արդյունքը, որի մասին երազել ենք։ Այս բանը տեքստը ինքը դրա մասին չէր։ Տեքստը ինքը պայման դրեց, հա, որ գործողությունը ինքը լավ պտուղներ է տալիս, երբ որ կատարվում է կամ նվիրվում է գերագույն Աստծո ազնվորությանը։ Հասկանում եք։ Մյուս կողմից այս երկու տեքստերը իրանք կարող են սխալ ընկալվել այն տեսանկյունից, որ հիմա մարդը կարող է այդպիսի ներքին համոզմունք զարգացնի, որ արտաքին ոչ մի բան ընդհանրապես կարևոր չի, ամենակարևորը դա է, թե ես ինչ եմ զգում իմ ներսում։ Այդպիսի սպեկուլյանտներ իրականում շատ կան, հա, որոնք իրանք խոսում են առանց անհարմար զգալու, խոսում են նրա մասին, որ իրանք կարիք չունեն այս կամ այն հոգևոր գործողությունները պաշտպանեն, գործողություններին հետևեն, այս կամ այն ծիսակատարությունները կատարեն,
որովհետև իրանք արդեն իրենց հոգևոր աճի մեջ ավելի բարձր են, քան կարգավորիչ սկզբունքները։ Գիտեք, իրականում հոգևոր կյանքը ինքը այնպիսի բան է, որ կենդանի ակը ինչքան ավելի բարձր հոգևոր մակարդակ ունի, չէ՞, այդքան ավելի քիչ հակում ունի այդպիսի գոռոզ եւ անպակորկոր հայտարարություններ անելու հանդեպ։ Հասկանում եք, հա? Եվ այստեղ ճիշտ հասկացողությունը տեքստի դա նա է, որ այո, արտաքին գործողությունները անպայման պիտի կատարվեն, որտեղ դրա հաշվին է, որ առաքինի ասնավորությունները իրականացնում են իրենց ցանկությունները չխրվելով մրցակցության եւ թշնամանքի մեջ, այլ ցանկությունը կատարելով կոպիտ ասած Աստծո հաշվին։ Հա, սա երբեք չի հերկվում, էլի, ոչ էլ ինչ-որ պախարակվում է, հասկանում եք, եւ այստեղ շատ կարևոր է, որ կենդանիակը ինքը հասկանա, որ գործողությունները պիտի կատարվեն ուղղակի ճիշտ ներքին մտավիճակով։ Եվ այս տեքստերը իրենք նրա մասին էին, որ երբ որ կենդանիակը ինքը այդպես է գործում, այդ ժամանակ Գերագույն Աստծո անձնավորությունը այդպիսի ներքին տրամադրություն ունեցող կենդանիակի հանդեպ միշտ լինում է համապատասխան արդյունք տվող։ Եվ հոգևոր մարդը ինքը շատ խիստ հաստատվում է իր հոգևոր ճանապարհի վրա, որովհետև միշտ արդար արդյունք է ստանում Աստծուց։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, մնացածը կքննարկենք արդեն հաջորդ հանդիպում։